Աստված կամեցավ, որ մեզ ամեն մեկից դնի որպես լուսատու։ Մենք լուսատուներ ենք։ Այսինքն Աստծո լույսը տանք մեր կողը, ով կա։ Այս Մատթեոս 5:14-ից 16-ում մենք երկու կողմով ենք տեսնում, որ լույսը տալիս է։ Մեկը տան մեջ, մեկը քաղաքում, ավելի լայն մասշտաբով։ Ու ուզենք թե չուզենք, բայց ուզում ենք, որ մենք լինենք լուսատու ու ճիշտ լուսատու, լավ լուսատու, որ մարդիկ տեսնելով մեզ ցանկանան նույն ձև իրանք էլ ունենան։ Որովհետև ել եմ կրկնում, ուզենք թե չուզենք, մենք մեզ նայում են։ Մեզ նայում են։ Օրինակ եկեղեցի մեկը եկավ կամ եկեղեցում մեկ արդեն ինչ որ ժամանակ է, նայում է ով աստեղ շուտվանից։ Ու նայելով այդ մարդուն կամ ցանկանալու է այդ մարդու նման լինի, կամ էլ չի ցանկանալու։ Այսի արդեն խնդրեմ է։ Մարդուն նման լինել, ես նկատի չունեմ նույն իր ձև հագնվել, նույն այդ նկատի չունեմ, բայց հոգևոր վիճակը, մարդու նիստուկացը, մարդու շարժը, իր էությունը, ոնց է մարդը վերաբերվում, կա գրավիչ, կա, որ այդքան էլ գրավիչ չի։ Այսօրվա իմ պատգամի վերնագիրն է լույսը խոսում է, լույսը խոսում է։ Հիսուսը ասեց, որ մենք ենք լույսը այս աշխարհի։ Մի հարցը ինչի մեջ է։ Լավ, ես ինչ պետք է անեմ, որ այդ լուսատուն լինեմ։ Ես ոնց անեմ։ Ուշադիր լինեմ մարդկանց հետ ինչ եմ խոսում, ուշադիր լինեմ մարդիկ ոնց են ինձ նայում։ Ավելի շատ իմ ուշադրությունը դրա վրա դարձնեմ, թե իմ ուշադրությունը դարձնեմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Իհարկե երկրորդը։ Մենք երբևիցե ընդհանրապես մեզ պետք չի մարդկանց ցույց տալու համար մի ինչ-որ բան անենք։ Էսի կարևոր բան է, ժողովուրդ ջան։ Որևէ մեկին որևէ բան մի ապացուցի, մի ցույց տուր, մի տպավորություն մի թող, որ ասի այսի հավատացյալ էր, այսի ճիշտ էր, դու ապրի, ոնց դու եղի, ոնց որ դու կաս։ Այստեղ ամեն կարելի էր ասել։ Կարելի է։ Այ իմ դուրը դա է գալիս, որ մարդը ոնց որ կա է ձև ապրում է։ Ինքը դիտմամբ մի հատ աղոթք չի անում, մի բան չի ասում, որ լսեցնել տա մեկին, ինքը ոնց կա է ձև ապրում է։ Իհարկե, երբ որ հարց են տալի, հարցին պատասխանում է, ինչ-որ մի հատ դեպք կա, որոշում է ընդունում, բայց ոնց ինքը կա է ձև ապրում։ Որևէ արհեստական բան չկա։ Այ մենք պետք է ուշադիր լինենք, որովհետեւ մեր կյանքում, մեր վարվելաձևում, մեր ամեն ինչում չլինի որևէ արհեստական բան, որ տպավորություն թողենք։ Սխալ է այդ։ Մարդիկ տպավորվելու են, եթե դու լույս ունես քո մեջ։ Եթե դու լուսատու ես, մարդը տպավորվելու է, մարդը տեսնելու է դա։ Լույսը նես բան է, որ երևում է։ Լույսը նես բան է, որ երևում է։ Ընդհանրապես լավ արարքը երևում է, պետք չի գովազդես դա, պետք չի, դա կարիքը չունի։ Ընդհանրապես գովազդը ի հայտ է եկել, առևտրի կամ ասենք մի բան, որ մարդը ուզում է վաճառի, ասենք նույնիսկ կարող է լավ բան է, բայց որ մարդը տեղյակ չի, ինֆորմացիա տա։ Բայց լույսը նես բան է, որ մենք պետք չի մարդուն այդ ինֆորմացիան տանք, նա ինքը տեսնելու է։ Փարիսեցիները եւ դպիրները հենց այդ սխալի մեջ էին, որ իրանք ինչ որ անում էին, ուզում էին, որ մարդիկ տեսնեն դա։ Այդ հենց սխալը դրա մեջ է։ Մատթեոս 23:5-7։ Մատթեոս 23:5-7։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամբողջ այդ 23-րդ գլուխը համարյա խոսում է փարիսեցիների եւ դպիրների մասին։ Իրանք լավ բաներ ունեին, Ժորժ ջան, պետք չի իրանց ամեն ինչը զրոյացնել։ Իհարկե լավ բաներ ունեին։ Իհարկե ընդունել էին որոշում Աստծուն հետևեին։ Իհարկե
իրանք ունեին այդ գիտությունը, իրանք այն ձև ոնց որ իրանք գիտեին Աստծուն, ճիշտ էր։ Որտեղ մեր Տեր Հիսուս ասում է, իրանք ինչ ասում են այդ ձև արեք, բայց իրանց պես մի արեք։ Այ ստեղ է տարբերությունը։ Կարդանք 5-ից 7-ը։ Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարել։ Օրինակ, ես ու դու աղոթում ենք, ես ու դու Աստծո խոսքն ենք կարդում, ես ու դու ինչ-որ հարցի ենք պատասխանում։ Ինչի համար ենք դա անում։ Այսի կարևոր բան է, որ տպավորություն թողենք, որ մարդիկ ինչ-որ թե ավելի Հիսուսն էլ էր հարցերին պատասխանում, Հիսուսն էլ էր ասում աղոթի մասին, բայց տարբերություն կար։ Շարունակեմ։ Իրենց գրպանակներն են լայնացնում եւ իրենց հագուստի խանձները երկարացնում։ Սիրում են առաջին տեղերը ընթիթների ժամանակ, ժողովարաններում առաջին աթոռները, հրապարակներում բարևները եւ մարդկանց կողմից ռաբի կոչվել է կամ ուսուցիչ կոչվել է։ Ես առնչվել եմ դրա հետ, երբ որ մարդը ուզում է, որ իրան դու հարգես։ Միգուցե դա կոմպլեքս է, միգուցե դա գալիս է ոչ ամբողջական լինելուց, ես չգիտեմ ինչից է գալի, բայց ես առնչվել եմ դրա հետ, որ մարդը պահանջում է, որ իրան դու հարգես։ Հարգանքը նես բան է, որ մարդը պետք է առանց քեզ ասելու էլ քեզ հարգի։ Լույսը եթե տենում է, այդ մարդը արդեն գալու է այդ հարգանքի։ Մենք ինչի ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին ոչ միայն հարգում, այլ ակնածանքով ենք իրան վերաբերվում։ Ինչի։ Որովհետև լավն է, որովհետև լույս է ինքը, որովհետև ինքն է կյանքը։ Որովհետև մի բան ենք տեսել, մի բան ենք նկատել, որ կամ իմացել։ Էլ եմ կրկնում, քույրս եղբայրս։ Ցույց տալու համար, մարդկանց տպավորություն թողելու համար որևէ բան մի արա։ Այլ արա, եթե դրա կարիքը կա, արա, եթե դու Աստծուն ես ցավում։ Մանավանդ եթե բարեգործություն ես անում։ Մենք հայկական լավ ֆիլմ ունենք, դժվարժիկ ֆիլմ։ Այնքան լավն է։ Եթե մի հատ ծառայության ժամանակ մենակ այդ ֆիլմը նայենք, մի երկու բան, մի քանի բանից մենք ազատագրվենք։ Երբ որ մի մատ լավություն ես անում մեկին, թաղի ուղակի մոռացի դրա մասը։ Վստահ եմ, եթե դու այդ ձև անես, դու սկի չես էլ հիշելու։ Մարդը գալու է քեզ հիշեցնի 10 տարի առաջ դու ինչ ես արել, դու սկի չես էլ հիշելու, որովհետև ոչ էդի դու փայփայել ես, ոչ էդի դու միշտ մտածել ես։ Եկեք սատանայի մասին էլ երկու բան կարդանք, հասկանանք նույն տակտիկան է։ Երկրորդ Կորինթացիս 11-ի 13-ից 15-ը։ Որովհետև այդպիսիները սուտ առաքյալներ են, նենգավոր մշակներ, որոնք Քրիստոսի առաքյալների կերպարանք են ստանում։ Այսինքն, եկեք սենց մտածենք, ես առաքյալ չեմ, օրինակ եմ ասում, ինչ որ մեկը առաքյալ չի, այդ կանչը չունի։ Բայց Աստվածաշնչով է, ինչով է, կամ տենալով է, հասկանում է, որ ինչ հատկություններ է, որ դա առաքյալի հատկություններ է։ Ու ինքը մտնում այդ կերպարի մեջ, կեղծավորություն է անում ու մարդկանց տպավորություն է տալի, որ ինքը առաքյալ է։ Լավ ինչքան տենց երկար անում։ Եթե մարդը մի ինչ-որ նվեր չունի, Աստծուց չկա այդ շնորհը, լավ մի ինչ-որ ժամանակ խաբես մարդկանց, բայց հետո վաղ թե ուշ մարդիկ հասկանալու են, որ այս մարդը այդ չի։ Տարիներ առաջ, օրինակներով ասում, մենք հովական ծառայության մեջ էինք, ու մեկ էլ ծանոթացրեցին մի մարդ էլ, որ այն վաղ Ուկրաինայից էր եկել, սենց հասակով մարդ էր, մուրուքով, սպիտակ մուրուքով, սենց
տեսքը առաքյալոտ էր, էլի, sense ոնց ասեմ, sense լավ, sense ու ներկայացավ, որ ես բան եմ, եպիսկոպոս եմ, ավագհովիվ եմ եւ այլն։ Տեսքը որևէ մեկս չկասկածեցին, իր կոկիկ հագնված, մորուքով, սիրուն, ուրախ դեմքով, դե եթե մարդուն չես ճանաչում, ինչ ընդունում ես ոնց որ ինքը ներկայանում է։ Հետո շփվեցինք, հետո հարցեր տվեցինք, բան տեղեր կար որ մի քիչ օրինակ առաջի հարցը տալիս էինք, եթե դու եպիսկոպոս ես, որ միության եպիսկոպոսն ես, որ եկեղեցիների վրա։ Դե ես շրջիկ եպիսկոպոս եմ, ես այդում եմ, ես Աստված ինձ կանչել է անցավ այդ հարցից։ Հետո դե վերջը կապեր կա, բան կա, հարցրեցինք, որևէ մեկը այդ մարդուն չէր ճանաչում։ Հետո իմացանք, որ այդ մարդը եկել է Եվրոպա, մի հատ ձև պետք է անի, որ մի ձև ինքն էլ աշխատավարձ ունենա, ինչ-որ մի ձև, դուք հասկանում եք այդ ինչ է։ Այսինքն մարդու ոչ տեսքն է, ոչ մարդը մի կանչված լինի դրան։ Ու այսպես դրաման է գրած, որ կերպարանք ունի, բայց զորություն չունի։ 14-ը։ Եվ զարմանալի չի, որովհետև սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում։ Սատանան լուսատու չի, բայց նա այդ կերպարանքն է ընդունում, որ ինքը լույսի հրեշտակ է։ Որոշ դեպքերում մենք սխալմամբ ասում ենք, դե սատանան էլ չէ, լույսի հրեշտակ է։ Ինքը լույսի հրեշտակ չի։ Բայց ինքը իմիտացիան է վերցնում։ Իմիտացիա բառը չգիտեմ ինչքանով եք հասկանում։ Իսկ ոչ ռեալ բանի մեջ է մտնում, որպեսզի տպավորություն թողի։ Ուրեմն մեծ բան չէ, որ նրա սպասավորներն էլ, այսինքն սատանայի սպասավորներն էլ արդարության սպասավորների կերպարանք ընդունեն։ Եթե մեկը գա սուտ խոսա այն գլխից, ոչ մեկ չի հավատալու։ Բայց մարդը ինչ է անում։ Ձև ընդունում, որ ինքը հավատացյալ է, կամ ձև ընդունում, որ ինքը արդար, ճիշտ, անկեղծ մարդ է, երկու լավ բառերով էլ Աստվածաշնչից, որ անցնի։ Բայց վաղ թե ուշ, այդ տեղական եկեղեցու լավն է նա, որ այդ ձևի տրյուկներ ստեղ չի անցնում։ Վաղ թե ուշ ծանոթանալու ենք, հասկանալու ենք ով է։ Ստեղ ես կարամ այդ մի հատ երկիր ներկայանամ, որ ես առաքյալ եմ։ Օրինակ, ես դժվար չեմ անի, բայց շփ գիտեն։ Բայց կապերը հենց է, որ վաղ թե ուշ հասկանալու են ով է։ Ժորժ ջան, նույնը եկեղեցում է։ Եթե մեզանից ինչ-որ մեկը ուզում է մի բան ցույց տա, դե գիտենք դրա վերջին չանելու։ Վաղ թե ուշ ավելի վատ է վերջանալու։ Ավելավա դու ոնց որ կաս այդ ձևերի, բայց ձգտի Հիսուսին։ Եսայա 61-ից 5-ը։ Վեր կաց, լուսավորվիր, որովհետև եկել է քո լույսը։ Փառք Հիսուսին։ Հիսուսը մեզանից շատերիս կյանքում եկել է։ Ուրեմն ժամանակն է վեր կենամ լուսավորվեմ ես։ Միշտ, էսի որ ասվում է, միշտ, մի անգամ չէ, երկու անգամ չէ, միշտ լուսավորվեի։ Միշտ գնանք դեպի լույսը։ Քիչ հետո ես լույսի մասին խոսամ, ավելի մանրամասն։ Ահա խավարը կծածկի երկիրը։ Շատ հաճախ ենք մենք ասում, այս ինչ է կատարվում, այն մար, քաղաքական դաշտում ինչ է կատարվում, ընդ ինչ է կատարվում, գրած է, բա լիներ ֆերդի, մեզ ինչ, ինձ ինչ դրան։ Ինչ է։ Հա, 62-ը, այո։ Ահա խավարը կծածկի երկիրը եւ մառախուղը ժողովուրդներին, բայց Տերը ահա ծագում է քեզ վրա եւ նրա փառքը կերևա քեզ վրա։ Համընկնում է։ Ազգերը կգան դեպի քո լույսը եւ թագավորները դեպի քո ծագող պայծառությունը։ Բարձրացրու աչքերդ եւ նայիր քո շուրջը։ Բոլորը հավաքված գալիս են դեպի քեզ, քո որդիները գալիս են հեռվից եւ քո դուստրերը գրկում մանուկների պես։ Այս ինչ գրած է Աստծո ժողովրդի համար, չի գրած իմ ու քո համար։ Մենք էլ ենք ժողովուրդ, բայց կոնտեքստը պիտի ճիշտ հասկանանք։
Չի գրած, որ այս ամբողջ ազգերը գալու են իմ մոտ, ոչ, գալու են Աստծո եկեղեցու։ Ժորժան, պատկերացնում եք, ինչ է կատարվելու, երբ որ Աստված իր եկեղեցին վերցրեց այս երկրի վրայից։ Կատաստրոֆալ լինի։ Այսինքն որևէ պահող բան չի լինելու։ Պղծությունը սենց ուղղակի վխտալու է։ Այսօր ինչ որտեղ մեկը քո հետ խոսալուց հայոյանք չի տալի, մեկը քո հետ խոսալուց մի հատ իրան զսպում է, հասկանում է, որ հավատացյալ ես։ Մենք տենց արգելակող, պահող, ավելի ճշմարտության, ավելի Աստծո օրենքների, դա կարևոր է։ Եթե մենք չեղանք, ոչ ընդհանրապես եկեղեցի ով չեղավ, դա ու լինելու է տես պահ, բայց բարդ է լինելու։ Դու պիտի տեսնես եւ 5-րդ խոսքը դու պիտի տեսնես եւ լուսափայլ դառնաս եւ սիրտդ պիտի բաբախի ու լայնանա։ Ինչքանով է թարգմանությունը լավ ասում այդ ուրախությունից ինձ մեջից բացվելու ես։ Որովհետեւ դեպի քեզ պիտի դառնա ծովի առատությունը, քեզ պիտի գա ազգերի հարստությունը։ Ամեն։ Ժողովող 2:13-ը։ Շատ հետաքրքիր խոսք է։ Եվ ես տեսա ժողովողն է ասում։ Եվ ես տեսա, որ իմաստությունը ավելի օգտակար է անխելքությունից։ Ինչպես որ, այսինքն այնպես ինչպես լույսն է ավելի օգտակար խավարից։ Խավարից որևէ օգուտ չկա, լույսից օգուտ կա։ Իհարկե ստե կարելի է երկար կանգնել։ Բայց Աստծո խոսքն է ասում հիշեցնել, ոչ բոլորն են գնում դեպի լույսը։ Ոչ բոլորն են ընտրում լույսը։ Մարդիկ կան ընտրում են խավարը։ Ինչի։ Մտածի այդ մասը։ Ինչի է այդ։ Զուգահեռ տեղը կարդանք Հովհաննես 3:19-21-ը։ Եվ ահա այս է դատաստանը։ Լույսը եկավ աշխարհ, այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, սակայն մարդիկ խավարը լույսից ավելի սիրեցին։ Որովհետև իրենց գործերը չար էին։ Որովհետև յուրաքանչյուր ոք, ով չարիք է գործում, ատում է լույսը ու չի գալիս դեպի լույսը։ Որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Իսկ ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի դառնա, թե իր գործերը Աստծով են կատարվել։ Ես երբ որ ապաշխարեցի, այդ օրվանից ընդունեցի որոշում, ապաշխարությունը իհարկե իմ մոտ process էր, բայց օրերից մի օր, երբ որ ես ամբողջությամբ տրվեցի Աստծուն, ընդունեցի որոշում, որ սրանից հետո ամեն ինչ Աստծով, Աստծո խոսքով։ Եթե Աստծո խոսքը մի բան է ասում, ես ուզում եմ ուրիշ բան անեմ, իմը թողնեմ, ես Աստծո խոսքով եմ անելու։ Ես դրա համար որևէ վտանգ չեմ տենում լույսից։ Ընդհակառակը ես ուզում եմ ավելի լուսավորվեմ։ Որտեվ ինչ անում լույսը։ Լույսը ցույց է տալու քո գործերը։ Լույսը ցույց է տալու ինչն է սխալ։ Լույսը նես բան է, որ միանգամից ցույց է տալիս։ Քույրս եղբայրս, եկեք մեր ֆոկուսը կամ մեր առաջ դնենք, որ Հիսուսը թող լույսավորի իմ կյանքը։ Հիսուսի հետևից գնանք։ Սա լինի մեր կարևոր անելիքը։ Մենք չնայենք մեր կողը ինչ է կատարվում։ Մենք չնայենք ով է աշխարհում ավելի խարխափում է բանի, խավարի մեջ կամ ասենք վատ գործերի մեջ, ինչքան է վատացել, լավացել,
մեզ չի չաուքնելու, կամ եկեղեցում ով է Աստծով զբաղված, ով չի զբաղված, ով է լուրջ զբաղված, ով չի զբաղված։ Ինձ այնքան են այդ հարցերը տալի, վստահ եմ քեզ էլ են այդ հարցերը տալու։ Այսքան տարվա հավատացել է, ոնց կարա սզբան անի։ Ինչքան են ասում, անհավատ մարդիկ են ասում, այդքան տարի եկեղեցի է գալիս։ Հələ սրա մեջ է, մեծ վատ բան են ասում։ Ու ես գիտեմ, որ տենց է։ Ինչից է գալիս է։ Որովհետև մարդը լուսավորված չի։ Կամ գիտակցաբար չի ուզում լույսին գալ։ Էսի ավելի վատ բան է։ Ես էսի չեմ ուզենա ասել։ Հաստատ այդ չի։ Բայց մարդը դեռ չի հասել այդտեղ, հələ ինքը չի պատկերացնում այդ ինչը։ Օրինակ բազմաթիվ օրինակներ կա։ Օրինակ, հավատացյալ մարդը, իրոք հավատացյալ մարդը, անկեղծ, փրկված հավատացյալ մարդը, բայց դեռ լեզվից թույլ է, բամբասում է։ Ինձ շատ են աստվել։ Ռեալ տեն մենք այս մարդը նստում նրանց է խոսում, նստում մարդը կարա նույնիսկ չհասկանա, որ ինքը դրա մեջ է։ Իրան պետք է լուսավորվի, իրան պետք է որ Աստծու կողմից ստանա, որ դա ճիշտ չի։ Աստված մի ինչ-որ սիտուացիայով է դա ցույց տալու։ Աստված մի ձևով դա բացելու է այդ մարդուն, եթե այդ մարդը ուզում է իհարկե։ Բայց եթե մարդը վստահ է, որ իր ամբողջ կյանքը ճիշտ է, այդպես մարդուն ով կարա փոխի, ոչ ոք։ Բայց ես մտածում եմ ու վստահ եմ, որ ելի կան մարդիկ ստեղ, որ ես փոխվելու կարիք ունեմ։ Ես ուզում եմ փոխվել, որտեղ ես գիտեմ կողից, երբ որ մեկը ինձ նայեց իմ կյանքը, կողից է երևում, դա ես չեմ տենում, շատ բաներ կա, ես չեմ տենում։ Ինձ օգնում է իմ կինը այդ հարցով, իմ կնոջը օգնում եմ ես, իմ ընկերներն են ինձ օգնում, որ կողից են նայում, ես չեմ տենում, չեմ նկատում դա։ Դրա համար կարիք ունեմ, որ Աստված իր լույսը լուսավորի, որ ես էլ տենամ այդ ինչա։ Օրինակ ասեմ, կենցաղային օրինակ։ Մի քանի անգամ եղավ, իմ կինը խնդրեց, ասեց ավտոմեքենայով գնանք միտեղ, այս մտածում եմ, ասեմ, այդ անգտեղ ես դա ինչ անելիք ունեմ, չէ, հավես չունեմ, մեկ խնդրեց, երկու խնդրեց, չէ, հետո կեթեմ, դա տգեղ բան է, որտև ինքը չի կարում քշի, ավտոն իմ ձեռն է, եթե ինքը կարողանար քշել, կեթար, իր ուզած տեղը, բայց դա տգեղ բան է, դա ճիշտ բան չի, դա հարգանք չի, որտև ինքը չէր ասում, քո դուրը գա նոր գնան։ Ինքը ասում էր, ես ուզում եմ այդտեղ այդ անգ։ Ես ասում չէ, ես էլ չեմ ուզում։ Ես չեմ շոֆեր։ Ես չեմ տան գլուխը։ Ղեկավարը։ Դա տգեղ բան է, ու Աստված ինձ լուսավորեց։ Այնքան հասարակ ձեր։ Գնացել էինք միտեղ, ինքնաթիռով։ Ձերից տակ ավտո չկա։ Իմ մոտիկ մարդուն ասում է, արի այդ անգտեղ, ինքը ասում է, չէ, հարմար չի էսը։ Մեկ, երկու տես բան եղավ, ես տեսա ինչքան տգեղ բան է։ Իհարկե, այդ իմ մոտիկ ընկերոջ մարդուն, ես ոչ անարգեցի, ոչ բան, բայց Աստված ցույց տվեց ուղղակի։ Այդ ինչ է նշանակում։ Կենցաղային բան եմ ասում, շատ պարզ բան։ Նույնը կարող լինի եկեղեցում, նույնը կարող լինի ընտանիքում, նույնը կարող լինի ծառայության մեջ, խմբի մեջ։ Մենք աննկատ կարանք լինենք շատ էգոիստ։ Եվ բոլոր էգոիստները մենք էլ եմ ասում, աննկատ կարանք դա լինենք։ Ես հաճախ ինձի բռնցնում եմ, գիտեք ինչի մեջ։ Այնքան եմ ես զբաղված ծառայությունով, մտածում եմ ինչ կարելի անել, ոնց կարելի անել, ու զգում եմ, դե դու չես կարա միաժամանակ մի քանի բաներ մտածես։ Ամենայն դեպս տղամարդկանց մոտ դա շատ թույլ է։ Կանայք հնարավոր է դա կարողանան։ Միանգամից մի քանի բաներ մտածել։ Ու տենում եմ, որ բաներ կա, ես անտեսում եմ, որովհետև ես զբաղված եմ իմ ծառայությունով, իմ եսիմ ինչով։ Տգեղ բան է, ճիշտ չի։
Հասարակ բաներ եմ ասում, Ժողովուրդ ջան, շատ հասարակ։ Ես էլ չեմ ասում բամբասան, կռիվ, մուր հանել, վրեժ լուծել, դες բաների մասին չեմ խոսում։ Դա ընդհանրապես տեղ չունի։ Բայց դա էլ կա։ Հավատացյալ մարդու հետ խոսում, իրոք հավատացյալ մարդ։ Ասում ես, այդպես ոնց եմ տեղը դնելու այդ դրան։ Այդտեղ իմ աստվածաբանությունը վերջանում է։ Ես չգիտեմ էլ ինչ ասել, այդտեղ ինչ ասես։ Ինչից սկսես, որտեղ վերջացնես։ Այսինքն դու ոնց ես ուզում վրեժ լուծես։ Եթե Աստված արգելում է այդ։ Դա մեղք է։ Ոնց կարելի է, բայց կա, դա կա։ Այ դրա համար մենք կարիք ունենք լուսավորվելու, որ Աստված ցույց տա։ Երբ որ Աստված ցույց է տալի, մենք դա տենում ենք ու հասկանում ենք։ Գործ առաքելոց 22-ի 5-ից 10։ Սենց օրինակներ կարելի է շատ ասել, շատ։ Մի հատ օրինակ էլ ասեմ, տարիներ առաջվա, շուտ է, որպեսզի հասկանաք ինչի ենք մեր եկեղեցում ենք ծնունդները նշում։ Իմ համար, Ժողովուրդ ջան, ես միշտ եմ տենց եղել, հիմա եմ տենց։ Իմ համար անկեղծ եմ ասում, 0 է, երբ որ մեկը ինձ շնորհավորում է ծնունդը, դա չի շնորհավորում։ Անկեղծ 0 է։ Եթե ոչ մեկ իմ ծնունդը չշնորհավորի, ոչ մի մասնիկ իմ կյանքում բան չի փոխվում։ Ես չեմ էլ մտածում այդ ուղղությամբ։ Բայց վստահ մարդ կա, չէ՞ մեր մեջ, մարդիկ կլինեն մեր մեջ, որ իրանց համար դա կարևոր է։ Ում համար է կարևոր։ Դա վատ չի, ես ամենից տպավորություն չլինի, որ դա շատ վատ բան է։ Մարդը իր համար կարևոր է, օրինակ ոնց կարա իմ մոտիկ ընկերը իմ ծնունդը չշնորհավորի։ Իմ համար դա ոչ մի բան է, ոչ մի բան։ Հիմա ես եկեղեցու հովիվն եմ։ Եթե իմ համար ոչ մի բան է, այդ նշանակում է եկեղեցուն որևէ մեկի ծնունդը չի շնորհավորվելու։ Դրա համար տարիներ առաջ ընդունեցի որոշում, որովհետև ես հանկարծ պատճառ չլինեմ մարդկանց վատը զգալու, որտեվ ոնց ասեմ, կոպիտ անչում, բայց անես չլինի ես որոշեմ, իրան շնորհավորում եմ, թե չեն շնորհավորում։ Դրա համար տարիներ առաջ, 20 տարի առաջ որոշեցինք եկեղեցում մարդկանց ծնունդները պետք է նշենք այստեղ։ Շնորհավորենք, աղոթենք, այդից է եկել դա։ Որսի ով չգիտի իմանա։ Այսինքն բաներ կա, որ եթե ես եմ տենց, անես չլինի, որ բոլորը տես պիտի լինեն։ Եթե իմ դուրը մի բան չի գալի, նես չլինի, որ բոլորը տենց լինեն։ Մենք տարբեր ենք, շատ տարբեր ենք։ Այ մենք կարիք ունենք լուսավորվելու, կարիք ունենք բաներ կա բալանսավորելու, ճիշտ տեղը դնելու, որպեսզի անես չլինի իմ ուզածով ամեն ինչը լինի։ Նույնը վերաբերում է, ավելի շատ վերաբերում է ընտանիքներում, երբ որ մեկը դոմինանտ ձևով ասում է սենց ավ վերջ։ Աստված նման մարդուն դասեր է տալիս, որտեվ ինքն էլ այդ տղամարդու կամ այդ մարդու գլուխն է։ Գործ առաքելոց 22-ի 5-ից 10։ Սա Սողոսն է, հետո Պողոս առաքյալն է դառնում, իր անունը Սողոս էր։ Սավուղ է հայերեն։ Հա, թարգմանության մեջ իմ մոտ Սավուղ է գրած, երևի։ Սողոս եմ ասում, Սավուղ։ Գիտենք, որ ինքը հալածում էր եկեղեցին, գործ առաքելոց 9-ում, 22-ում, 26-ում 3 տեղ գրած է, այդ նույն վկայությունը 3 տեղ գրած է, հալածում էր եկեղեցիներին, ով որ Հիսուս Քրիստոսին հավատում էր, իրանց բանտներ մտցնում, սպանել էր տալիս ու գիտեր, թե Աստծուն է ծառայում։ Ու տեսնենք ինքը ինչ ասում։ Ինչպես 5-ից կարդում եմ, ինչպես իմ մասին վկայում են քահանապետերը եւ ողջ ծերակույտը, նրանց
Նրանցից եղբայրներին ուղված նամակներն առնելով գնում էի Դամասկոս, որպեսզի այնտեղ գտնվողներին եւս կապելով բերե Երուսաղեմ պատժելու, պատժվելու։ Երբ գնալիս Դամասկոս էի մոտենում, կեսօրվա մոտ հանկարծ երկնքից շուրջս ուժեղ լույս փայլատակեց։ Ես ընկա գետին եւ մի ձայն լսեցի, որ ինձ ասում էր. Սավուղ, Սավուղ, ինչու ես հալածում ինձ։ Ես պատասխանեցի. ով ես Տեր։ Եվ ինձ ասաց. ես Հիսուս Նազովրեցին եմ, որին դու հալածում ես։ Ինձ հետ եղողները լույսը տեսնում էին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չէին լսում։ Եվ ես ասացի. ինչ պետք է անեմ Տեր։ Տերն ինձ ասաց. վեր կաց գնա Դամասկոս եւ այնտեղ քեզ կասվի այն ամենի մասին, ինչ քեզ համար որոշված է, որ անես։ Աստված հստակ ծրագիր ունի ամեն մեկիս համար։ Այստեղ ներկաներիդ ամեն մեկիդ համար Աստված հստակ ծրագիր ունի։ Այ ոնց իմանանք այդ ծրագիրը։ Դու պատկերացնում ես, ամբողջ կյանքդ ապրես ու պարզվի, որ դու ընդհանրապես ծրագրի մեջ չես եղել։ Բայց եկեղեցի ես եկել, աղոթել ես։ Էսի շատ վատ բան է։ Բալավ դու չես լուսավորվել։ Բալավ Աստված քո չի խոսացել։ Այդ ինչ աստիճանի հերո ես եղել Աստծո, որ Աստված քո չի խոսացել։ Որտեվ Աստված խոսող Աստված է։ Աստված խոսում է։ Աստված խոսում է բոլոր մարդկանց հետ, ովքեր որ բաց են։ Աստված խոսում է շատ պարզ։ Չկա մի մարդ անկախ իր ազգությունից, անկախ իր կրթությունից, անկախ իր սոցիալական դիրքից, որևէ կապ չունի հետ։ Աստված երբ որ խոսում մենք հասկանում ենք։ Այնքան պարզ է։ Մեր լեզվով է խոսում։ Չգիտեմ, ստեղ է թե ուրիշ տեղ ասում, կարծեմ 26-րդ խոսքում է, 26-րդ գլխում է, այս նույն պատմությունն ասում, որ ինձ հետ խոսեց եբրայերեն ակցենտով Աստված։ Նշում է։ Այսինքն Աստված մեր հետ խոսում է, նենց որ մենք պարզ հասկանում ենք։ Ուրիշ լեզվով չի խոսում։ Ինչ հետևություն կարանք անենք այս պատմությունից։ Նախ, եթե ուզում ես Աստծուն ծառայես ու դու ծառայում ես Աստծուն, նախ դի հասկանանք ինչ է նշանակում Աստծուն ծառայել։ Ինչ լայնություն ունի ու ինչ խորություն ունի Աստծուն ծառայելը։ Մարդը գալիս է ծառայության կամ պաշտամունքին։ Ջորջան, պաշտամունք բառը նույն ծառայություն բառն է։ Ուղղակի։ Մարդը գալիս է ծառայության, ասում է, դե ես ծառայում եմ, չէ՞ որ եկել եմ ծառայության։ Ինքն էլ է ծառայող, այտենց է համարում։ Ստեղ մարդ կա, չէ՞ որ ինչ-որ մի բան անում է։ Ինչ-որ մի բան։ Ասենք, մի հատ աթոռը վերցրեց ընդեր դրեց։ Օրինակ եմ ասում։ Ու չես կարող ասես, չէ, դու չես ծառայում։ Այդ էլ է ծառայել։ Կա չէ մեկը ստե որ ավելի լուրջ ծառայ, ավելի խորը ծառայության մեջ է։ Ու կա ավելի խորը, ավելի նվիրված, ավելի բեռը իր վրա է այդ ծառայության, պատասխանատվությունն է իր վրա։ Տարբեր ծառայություններ են։ Այսինքն ծառայությունն էլ ունի էտապներ, այսինքն ինչքան Աստված քեզ լուսավորեց, ինձ ու քեզ լուսավորեց, այնքան մեր ծառայությունը ավելի է խորանում։ Ես մի ինչ-որ պահեկա իմ կյանքում հասկացա, որ պետքա լինեմ Հիսուսի ծառա։ Ոնց հասկացա։ Աստված բացեց։ Կամ, դու չես կարա քո ուզածները անես ու Հիսուսին ծառայես, պես չի լինում։ Դու կամ ծառայես, կամ տերես։ Սա մեկ։ Ու Հիսուսը ուղղում է իրաններին, Հիսուսը ուղղում է։ Հիսուս մեր Տեր Հիսուս Քրիստոսը տեսեք ինչ ասում։ Ասում է իմ հոտը կամ իմ ոչխարները իմ ձայնը ջոկում են, լսում են։ Իրանք կլսեն։ Եթե դու լսում ես ինչա քեզ ասում լույսը, այդ հոտից ես դու Աստծու զավակ ես։ Բայց եթե մարդը ոչ մի բան չի լսում, այստեղ խնդրեմ է։ Բայց կարաս լսես։ Նվիրվի։ Սիրտը բացի Աստծուն, ու դու էլ կլսես։ Ու այո, լույսը խոսում է։
Առաջի Հովանես առաջի գլուխ ինչ ասում 7-րդ կարծեմ։ Ասում է եթե մենք քայլում ենք լույսի մեջ, ունենք հաղորդություն, Հիսուսի արյունը մեզ մաքրում է ամեն մեղքերից։ Եթե լույսի մեջ ենք ու կա հաղորդություն, այսինքն Աստված խոսում է, դու հասկանում ես, դու էլ Աստծուն ես հարց տալիս, կամ դու էլ Աստծու հետ ես խոսում։ Մաքրվում ես, դու քո կյանքը ճիշտ հումի վրա է անգնում։ Դրվել է այդի, բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես որ նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից։ Չկա մի հատ մեղք, որ չմաքրվի Աստծո կողմից։ Չկա այդ ձևը։ Մեկ մարդիկ ուզում են ինձ հասկանում եք, կամ մեզ ուզում են բացատրեն, որ մի հատ մեղք կա, որ իրանք հնարավոր չի որ ազատվեն։ Չկա այդ ձև մեղք։ Չկա այդ ձև բան, որ Հիսուսի արյունը իզորու չի մաքրի։ Չկա այդ ձև բան։ Հարցը ինչի մեջ է, հարցը, եթե դու հաղորդություն, եթե դու լսում ես ինքը ինչ ասում ես։ Այդ լսել ասածը մենք դի ճիշտ հասկանանք։ Խոսքը չի այդում հենց ֆիզիկապես այսպես Աստծուն լսես։ Բայց բաներ կա դու տենում ես, բաներ կա դու լսում ես։ Կարա նաև լինի ֆիզիկապես, կարա լինի իհարկե։ Սավուղը այդ ժամանակ ոչինչ բացի Հիսուսի խոսքից չէր տենում։ Նա կույրացել էր ու նման դեպքերում, երբ որ լույսը քո հետ խոսում է, դու ուրիշ որևէ բան էլ չես նկատում։ Դու արդեն քո ամբողջ ֆոկուսը դրա վրա է։ Ու չորրորդը ինչ հետևություն կարելի անել, Աստված սպասում ունի։ Եթե Աստված ամեն մեկիս հետ ծրագիր ունի, կոնկրետ ծրագիր, նա սպասում ունի, որ դա դու պետք է անես։ Նա ակնկալիք ունի։ Դրա համար ընդունի որոշում, լուսավորվես։ Ես իմ կյանքում տարիներ առաջ շուտ ընդունել եմ որոշում, որ այն ինչ որ Աստվածաշնչում գրած է, իմ համար դա պրիորիտետ է, առաջնահերթություն է, իմ համար դա իշխանություն է։ Դուրս գալիս է, դուրս չի գալիս, ինձի ձեռա տալի այդ պահին ձեռ չի տալիս, որևէ նշանակություն չունի։ Եթե Աստծո խոսքը այդ իրավիճակում տենց ասում, ուրեմն տենց պետք է լինի իմ կյանքում։ Ու կարևոր չի ով է դա ինձ ասում։ Ինչ կարևոր է ով ասում։ Օրինակ մարդկաս այս մարդը հետ ինձ ասի, ինչ էլ ասի չեմ ընդունելու։ Եթե ճիշտ բան ասում, ինչի՞ չընդունում։ Մի տեղ էլ որպես աղոտ կարդանք ու միասին աղոտ կանենք։ Սաղմոս 43:3-ը։ Սա շատ լավ աղոտ կա։ Տեր ուղարկիր քո լույսը, քո ճշմարտությունը, թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը եւ դեպի քո բնակարանները։ Սա Սաղմոս 43:3։ Սաղմոս 43:3-ը։ Ուղարկի քո լույսը եւ քո ճշմարտությունը, նրանք առաջնորդեն ինձ տանեն, նրանք առաջնորդեն ինձ եւ տանեն ինձ դեպի քո սուրբ սարը եւ դեպի քո բնակարանները։ Ամեն ժողովուրդ։